ու ինչքան է շարունակվելու այս խաբեությունը։ Չգիտեմ։ Ինձ հարցեր մի տուր։ Գնա։ Պապ, դու հասկանում ես, որ ես էլ չեմ կարող մամային խաբեմ։ Իսկ դու մի խաբեի, ընդամենը լռի։ Էդ էլ չի ստացվում։ Հայրի խնդրում եմ, գոնե հիմա դու ինձ մի ճնշի։ Առանց անել լավ չեմ զգում ինձ։ Բայց մի մոռացի, որ այս պատմության մեջ բոլորս ենք թաթախվել ու քո պատճառով։ Երևի սխալ ժամանակ եմ, հա, եկել ես գնամ։ Համեցի, ես արդեն դուրս եմ գալիս։ Այսօր մեկ շատ ճիշտ ժամանակին ես գալիս, մեկ շատ սխալ։ Բա հիմա ես ինչ անեմ, գնամ թե մնամ։ Չէ, ավելի լավ է գնա տուն։ Աշխատանքից ազատված եմ։ Հայդա ջան, գնա տուն։ Չէ, ուղղակի ուզում եմ իմանամ։ Դու հիմա գնա տուն, մնացածը հետո կհասկանանք։ Բայց նոր մարդուն հրես ոնց սենց շուտ քնեց։ Կամաց, խոսած իրա ոտով եկավ պարկեց կնեց։ Լդու ինձ ասա տենամ, մերդ ինջեր ես ուրել է, եկի հասես թե։ Պապի, ես գաղտնիքը արդեն բոլորիս սպանում է։ Էլ չգիտեմ ոնց մամային խաբեմ, ոնց այդ սուտը թաքցնեմ։ Ինքն էլ ախր ամեն ինչ հասկանում է։ Հորդ խատեր պետք է թաքցնես, ոչ մի բան չպետք է ասես։ Հա բայց մի օր իմանալու է, չէ՞։ Արա օրը կգա կիմանա։ Ես չեմ պատկերացնում, որ հանկարծ մաման իմացավ, որ Անգելինան իր աղջիկն է ինչ անել։ Ուր է իր գնացը։ Դուրս է եկել նոյի պապային տեսա, հետո էլ գնացի գերեզմաններ։ Գոնե զգուշացրա, որ ես ու պապան չանհանգստանանք։ Մամ, ես ինձ շատ մեղավոր եմ զգում, դուրս եմ գալիս ու տպավորությունն է, որ բոլոր մարդիկ նայում են ուղիղ աչքերիս մեջ ու ինձ մեղադրում են։ Բայց ժամանակ է պետք, ամեն ինչ կանցնի։ Չգիտեմ։ Նոյի պապան ինչ էր ասում։ Նոյի պապան ասում էր, որ ես ինձ մեղավոր չզգամ։ Ասում էր, որ գիտի, որ ես նոյին չեմ սիրել, բայց գոնե վերջին պահերին երջանկացրել եմ իրան։ Տեսնում ես, անգամ նոյի պապան ասում է, որ դու պետքա երջանիկ լինես, դու պես պահ պետքա հաղթահարես, անցնի, գնա, ժամանակա պետք։ Ինչ ես քեզ մեղադրում, ինչի համար։ Ես պիտի ամեն ինչ անեմ ուղղակի, որ այդ մարդասպանը պատժվի։ Ով։ Նոյին սպանողը։ Անգրենա, դու ցուցմունք տվել ես, վերջ, էլ ոչ մի հարցերով մի խառնվի։ Ոչ, մամ, խառնվելու եմ ու մինչև վերջ գնալու եմ, որ ինքը պատժվի։ Այ Աստված, ինչ բնավորություն ունես։ Ուղղակի խոսքեր չունեմ, չեմ կարող քո հետ պայքարեմ։ Վերջացրա։ Զարմացած ես Միքայելի արած քայլերի համար։ Ես չեմ հավատում, որ Միքայելը կարող էր տենց բան անել։ Ինչի։ Միքայելը հռոմի պապն է։ Ինչ եք այսօր բոլորդ իմ հետ հանելուկներով խոսում, այդ ինձ ավելի աղումից անում։ Հանելուկ չկա։ Այդ տղան ինչ չէր խաբի։ Իսկ ինչի պիտի չխաբեր։ Ես նկարը իրան ցույց տվեցի, ինքը հաստատեց, որ տեսել է Միքայելին։
Աստված իմ Սոս, ինչեր ես խոսում։ Միքայելը ինքան փոխվել, որ հնարավոր չի, ինչ որ երեխա իրան փոքր ժամանակ տեսած լինի ու հիմա նկարով ճանաչի։ Իսկ դու ինչի ես հիմա փրփուրներից կախվում։ Որովհետև չեմ ուզում հավատամ։ Չեմ ուզում հավատամ, որ Միքայելը կարող էր իմ հետ տենց վարվել։ Այ քո ամենամեծ թերությունը հենց դա է։ Չափից ավել մեծահոգի ես։ Աննա։ 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 Աննա, խնդրում եմ։ Աննա։ Անգելինան Աննայի աղջիկն է։ Աստված իմ, էս ինչա կատարվում։ Էս ինչ գաղտնիքներ են էս տան պատերի ներսում։ Լավ ես։ Լավ դու։ Երեխան հենց արթնանա, հետ ենք տանելու։ Ոնց ասես։ Ու մյուս անգամ հանկարծ չփորձես։ Այդ երեխու մոտ նենց տպավորություն թողնես, իբր ես իրան չեմ ուզում տենամ։ Դու սխալ ես հասկացել։ Արի դու ինձ մի ուղի բեցի։ Այն ինչ որ պետք է հասկանայի, հասկացել եմ։ Ուղղելու կարիք չկա։ Լավ։ Ինձ ճիշտ հասկացի։ Ես այդ երեխուն ինչքան տենում եմ, ավելի եմ հետը կապնվում։ Ու չեմ ուզում, որ շտապենք։ Ես չեմ շտապում, Հենրի, բայց արի մի բան էլ հիշացնեմ ու վերջ, հա։ Դու ես ինձ որդեգրելու միտքը տվել։ Այդ ինձ պետք չի հիշացնել։ Խմի Աննա։ Խմի։ Քեզ ոնց ես զգում։ Խոսա ինձ հետ։ Լավ չեմ Սոս։ Ես լավ չեմ։ Դե եթե լավ չես, ուրեմն արի գնանք հիվանդանոց։ Չեմ։ Չէ, ես ուզում եմ գնամ տուն։ Այս վիճակով ոնց ես տուն գնալու, արի գնանք հիվանդանոց։ Տուն եմ ուզում գնամ։ Լավ, բայց մի պայմանով։ Ես քեզ կտանեմ։ Ես չեմ հասկանում ինչի եք հանցագործին ազատության մեջ թողում։ Նախ պիտի ապացուցենք, որ նա հանցագործ է։ Ես բազմիցս պատմել եմ, որ ինքը ինձ առևանգել էր ու սպառնում էր Նոյին։ Մենք աշխատանքներ ենք տանում ձեր պատմածների շուրջը, որպեսզի ավելի հստակ ապացույցներ ձեռք բերենք։ Իսկ նրան ինչ կասեք, որ ինքը եկել ու ինձ սպառնում էր։ Սպառնում էր։ Մի հատ նորից։ Հա, այդ մարդասպանը հետևում է ինձ ու սպառնում է։ Սպառնում է։ Տակ։ Շարունակեք։ Հա, ինքը ինձ սպառնում է ու ուզում է ստիպի, որ ես լռեմ, բայց ես չեմ լռելու, որովհետև արդարությունը պիտի վերջի վերջո վերականգնվի ու ինքը իր պատիժը պիտի ստանա։ Մի հուզվեք խնդրում։ Չեմ հուզվում, ընդհանրապես ուզում եմ, որ ամեն ինչ արդարացի լինի։ Զգույշ։ Պետք չէր իմ հետ վերև գալի, ես ինքս էլ կբարձրանայի։ Քիչ էր մնում աստիճաններից ցած գլորվեիր, եթե չլինեիք, հաստատ կգլորվեիր։ Զգույշ։ Ես արդեն լավ եմ, դու գնա։ Հաստատ լավ ես։ Բարև ձեզ։ Կարող եմ մի հատ մանկական սրճարան գնանք, հետո նոր երեխուն տանենք։ Հետի չես տենում երեխեն հոգնած է։ Ինչ սրճարան, թող մնա այդ հետո։ Ուրեմն ձեր տանը մնամ։
որ Հենրին արագացնի քո որդեգրման հարցերը, արդեն մեր հետ կապրես։ Հենրին ինչ պետք է անում է։ Ալո։ Ալո։ Անգելինան քնչականից դուրս եկավ։ Շարունակի հետևել։ Էդ ով քեզ տենց լարվածության մեջ գցեց։ Եղունգ ես նայում։ Էդ ոնց ես խոսում հետս էնել երեխու մոտ։ Բա դու ոնց ես խոսում երեխու ներկայությամբ։ Մի կռվեք։ Կներես աղբերես։ Համ էլ մենք չենք կռվում։ Ես դες կիչացնեմ։ Դու հետո տաքսիով ընդեղից կգնաս, գործեր են առաջացել։ Ինչ գործեր, Հենրի։ Դեցի, լավը գրա, որ բացատրություն չես պահանջում։ Մեծ ինչ նեղացնես։ Եթե խանգարում եմ, հետո կգամ։ Իսկ ինչի համար ես եկել։ Դե որոշ հարցեր կա, ուզում էի ճշտել, բայց եթե դուք զբաղված եք, ես հետո կգամ, հա։ Ինչից վերցրիր, որ զբաղված եմ։ Ես գնամ Աննա։ Դու քեզ լավ նայիր։ Ես լավ չի զգում։ Ինձ օգնեցին, որ տուն հասնեմ։ Հասկանում եմ։ Ուղղակի ուզում եմ իմանալ, ես դեռ աշխատում եմ, թե հեռացված եմ աշխատանքից։ Այդա դու քեզ շատ սխալ ես պահում։ Աննա Բագրատովնա, բայց ես ինձ սխալ բան թույլ չեմ տվել։ Այդպես ես կարծում։ Ձեր եւ ձեր ամուսնու հարաբերությունների արանքում ես եմ տուժում, որովհետեւ ես չգիտեմ ինձ ոնց պահեմ։ Ձեր ամուսինը եկավ երեխային տանելու, ինձ էլ ասաց, որ ես իրանց հետ գնամ։ Ես ինչ անեի, որովհետեւ երեխան իմ պատասխանատվության տակ է, որտեղ երեխան, այնտեղ ես։ Ես հիմա շատ ծանր վիճակում եմ։ Ու ինձ օգնություն է պետք։ Նրանց որ դու կմնաս ու կշարունակես աշխատել։ Այ, շատ շնորհակալ եմ Աննա Բագրատովնա ջան։ Կարծում եմ էլ հիասթափվելու առիթ չի լինի։ Հա։ Ես ուզում եի փակել այդ տիկնոջ բերանը, հանդիպել եմ, հետո ասում եմ տիկին, ես քո համար բանկ չեմ, բանկը փակվել է, վաղուց բանկրոտ է։ Կարաս աշխատանք ճարես քո համար կամ հանդիպես մեկին ու գրպանները կարաս դատարկես։ Իսկ եթե ավելի կարճ ու կոնկրետ։ Ավելի կարճ կոնկրետ սոսը հանդիպեց այդ անկուշտին ու սկսեց հարցախեղ տանել։ Ու նենց արեց, որ տիկինը մեռավ։ Կարելի է տենց ասել։ Չնայած իմ բոլոր ջանքերին, որ այդ տիկինը փրկվի, մեռավ։ Բայց մեռնելուց առաջ նենց արեց, որ կասկած առաջանա Աննայի մեջ։ Ինչի եմ ասում մենակ Աննայի, որովհետև սոսը վաղուց էր կասկածում։ Ու ընդհանրապես սոսն է նենց արել, որ Աննան էլ սկսի կասկածել։ Ամուսնյակդ ինչ-որ շատ հեռու գնաց երեխու պահով։ Հա, ոչ մի կերպ չի հանգստանում։ Նույնիսկ գիտի, որ բուժքրոջ տանն եմ եղել։ Այդ ոնց իմացավ։ Չի կարա նենց անել, որ ոչ մեկը չիմանա։ Տղեն է ասել, այս ոնց մի անգամից գլխի չընկա դրան ասել։ Իսկ չէիր կարա նենց ելումուտ անել, որ ոչ մեկը չնկատի։ Ես թքած ունեմ, ով ինչ կտեսնի է։ Ինչ ես խոսում։ Տենց լավ չի, գնա ու հայտարարի, որ Անգելինան է սոսի ու Աննայի աղջիկը։ Դե կարող է տենց էլ անեմ։ Չէ, ինչի ես տենց անում, մի հատ էլ տեր հայր կա, չի թող պսակադրության արարողություն իրականացնի։ Վատ միտք չի։ Լսի, ես չեմ կարա հանգիստ ու իրոնիայով այս հարցին վերաբերվեմ, ոնց որ դու կամ ինձ հետ գալիս ես մինչև վերջ, կամ սոսն ու Աննան բացահայտում են ճշմարտությունը, որովհետև դրան շատ մոտ են։
Բարև գեղեցկուի։ Փաստորեն դու դեռ համարձակություն ունես ինձ հետևելու, հա, իմ մարդասպան։ Դե քանի դեռ իրար չենք հասկացել, մեր հանդիպումները անխուսափելի է։ Ոչինչ, շատ մի ուրախացի, շատ շուտով պատժվելու ես։ Մեր լավ բարեկամների մոտ հաճախ ես գնում գալիս։ Հուսամ այս անգամ գնացել ես բողոքդ հետ վերցնելու։ Իսկ եթե ոչ, Ուրեմն իմացի, որ հակառակն է, ու ես ոչ թե գնացել էի բողոքս հետ վերցնելու, այլ բողոքելու։ Ինչ ստեղ կատարվում, կարամ հասկանամ։ Դուք ով եք, ինչ ստեղ կատարվում։ Հենրի Շախուցը հրամայել է ինձ, որ հետևեմ ձեզ, որ ձեզ անհանգստացնող չլինի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպիսի պատիվ, ինձ ուրին կարել է հայտնի մանկաբարձ Աննա Բագրատովնա, համեցեք նստեք։ Կարծում եմ ինձ մի քանի րոպե կտրամադրեք։ Սիրով լսում եմ։ Ինձ տեղեկություն է պետք, իմ համար շատ կարևոր տեղեկություն։ Խնդրեմ։ 25 տարի առաջ ես այս հիվանդանոցում երեխա եմ ունեցել։ Ու ինձ ասել են, որ իմ երեխան մահացել է։ Հիմա ես ուզում եմ ճշմարտությունը իմանամ։ Եթե ասել են, ուրեմն այդպես էլ կա։ Հիմա 25 տարի անց ինչ խնդիր կա։ Խնդիրը նրանում է, որ պարզվում է իմ երեխան չի մահացել։ Աբսուրդի ժանրից ինչ-որ բաներ եք ասում։ Ուրեմն սենց։ Եթե դուք ինձ հենց հիմա պատասխան չտաք, ես այս հիվանդանոցում քարե-քարին չեմ թողնի։ Աննա Բագրատովնա, շատ վտանգավոր հայտարարություններ եք անում։ Վտանգավորային այն, ինչ 25 տարի առաջ այս հիվանդանոցում է տեղի ունեցել։ Ձեր պատճառով ես 25 տարի եմ կորցրել իմ կյանքից, խաբված եմ եղել ու դժբախտ, դրա համարով է ինձ պատասխան տալու։ Ես չեմ ուզում դուք իմ հիվանդանոցի անման հետ խաղաք, իսկ դուք հիմա հենց դա էլ անում եք։ Ես ես խոստանում եմ, եթե դուք ինձ չօգնեք, ես ամեն ինչ կանեմ, որ այս հիվանդանոցը փակվի։ Այդ հարցով ձեզ միայն բաժնի վարիչը կարող էր օգնել, բայց նա այս պահին ավաղ գտնվում է Միացյալ Նահանգներում։ Ես հետ գիտեմ, ու այս պահին դա ինձ ոչ մի բանով չի օգնում։ Ես ձեզ կարող եմ միայն օգնել նրա հեռախոսահամարը տրամադրելով։ Սկզբի համար գոնե հեռախոսահամարը։ Շնորհակալ եմ, կարաս գնաս։ Չես խրատվում, էլի։ Մտքիդ ինչ փչում է անում ես անգել։ Հերի, ինչի այդ տղան ինձ հետևում։ Երևի քեզ հաճելի է, որ Անդոնա հետևում։ Մտածի ինչ ես խոսում։ Իսկ դու մտածում ես ինչ կլիներ, եթե Արմանը ժամանակին չհայտնվեր։ Ոչ մի բան էլ չէր լինի, ինքը ինձ ոչ մի բան չէր կարող անել։ Հա, երևի ես եմ նույն սպանել։ Ինքը շատ շուտով պատժվելու է իր արածի համար։ Դու ես տենց որոշել, թե քննիչն է խոսք տվել, որ այսօր էլի մոտնն է իր գնացել։ Հա ու գնացել էի, որովհետև տենց էր պետք, որովհետև ես պիտի իմ բողոքները ներկայացնեի, որ իրան պատժեին էրի։
Անգել քեզ ինչ էի ասել, որ դու չխառնվես ու թողես, որ ոստիկանությունը դրանով զբաղվի։ Եթե ես չգնամ ոստիկանություն, ինքը անպատիժ կմնա, իսկ ես չեմ ուզում, որ նոյին սպանողը անպատիժ մնա, Հենրի։ Դու ստիպում ես, որ ես էլ ես ամեն ինչի մեջ խառնվեմ։ Հակառակը, ես ուզում եմ, որ դու ոչ մի բանի մեջ չխառնվես, որ քո կյանքը վտանգված չլինի։ Այսինքն, որ քո կյանքը վտանգված է, այդ ոչինչ։ Լսի, ուրեմն ինչ եմ ասում։ Կամ դու հետ ես կանգնում, կամ ես եմ դրան սպանելու։ Հերի, էլ տենց բան չասես, երբեք։ Ստիպում ես, որ ասեմ, Անգել։ Հիմա նստի ավտոն քեզ տուն տանեմ։ Ինչպիսի թարսություն։ Դու ինձ մոտ ես գալիս, իսկ ես պատրաստվում եմ դուրս գալ։ Թքած ունեմ, կմնաս ու կլսես։ Ասեմ իմանաս, որ ես քեզնից ավելի լավ եմ տիրապետում։ Թքած ունենալու նոր պարվեստին։ Ես քեզ ոնց որ սաղ կյանքս շատ եմ լսել։ Միայն թե բավարար պատասխան չստացա։ Այդ արդեն քո պրոբլեմն է, ոչ թե իմ։ Լավ, հավաքի քեզ ու ասա ինչ ես արա երեխուս։ Ազնիվ խոսք։ Ես իհարկե շատ կուզենայի քեզ օգնել, բայց չեմ կարող կներես սխալ հասցեով ես դիմել։ Իմ ու Աննայի երեխեն չի մահացել։ Լուրջ։ Բա ես ուրիշ բան էի լսել։ Չէ, ներող իհարկե։ Միայն դու ես եղել Աննայի կողքին այդ ժամանակ։ Ես միշտ եմ Աննայի կողքը եղել։ Իսկ դու Աննայի կարծացած գրքերի հերոսն ես։ Ես կպարզեմ ինչա տեղի ունեցել իրականում։ Ուր է իմ երեխեն։ Եթե քեզ ընդամենը զբաղվելու բան է պետք, զբաղվի, ես դեմ չեմ։ Ասում եմ ես չէ, ժողովուրդը։ Ինչին շատ ես հավատում, դա իրականություն է դառնում։ Մեկ էլ տեսար երեխեդ հարություն առավ։ Բուշկուր Իրինայի տղեն հոգին ավանդել է, գիտեմ։ Արի այդ կնոջից չխոսանք, քեզ թույլ մի տուր իր հասցեին վատ բաներ խոսել։ Մի բան լավ իմացի։ Եթե իմ կասկածները հաստատվեցին, ոչ ոք քեզ չի փրկի։ Ոչ ոք։ Գժվեցրի նրասանը։ Հենրի, դու ինձ վախացնելու համար չէ, տենց ասեցիր։ Իրականում իրանից հեռու ես մնալու։ Չեմ խոստանում։ Չէ, Հենրի, պիտի խոստանաս, որովհետև ես ինձ չեմ ների, եթե դու քեզ փորձանքի մեջ գցես։ Այդ ինքն է իրան փորձանքի մեջ գցում։ Ես չեմ կարա չխառնվեմ, եթե ինքը արդեն քո ճանապարհն է կտրում, Անգել։ Պետք է իջնեմ բացատրություն տամ։ Չէ, պետք չի։
Կզարմանայի, որ զանգեի դու էլ պատասխանեիր, Հենրի։ Մինչև հիմա ուշքի չեմ գալիս, Անգելինան Աննայի աղջիկն է, հիմա շատ բան է իրա տեղը ընկնում, արդեն պարզ է թե ինչի են այդ երկուսը իրար սիրում, բայց իրար հետ չէին կարողանում լինել, չէ, ինչ որ մի բան իրար չի կպնում, ինչի են թաքցնում այդ իրականությունը։ Ինչ կունենամ ես, եթե բացահայտվի Անգելինայի մասին ճշմարտությունը։ Մամ Հենրին է ինձ տուն բերել, բայց ես այն ինչ որ դու մտածում ես։ Ես արդեն ոչինչ չեմ մտածում։ Երբ որ տուն էի գալիս են մարդը սպանը հայտնվեց ճանապարհից ու սկսեց ինձ ահաբեկել։ Ինչ արել։ Եթե Հենրի ուղարկած մարդը ինձ չհետևեր ու ճիշտ ժամանակին չհասներ, ես չգիտեմ ինչ կլիներ իմ հետ։ Տեր Աստված։ Հետո եկավ Հենրին ու ասաց, որ պետք չի, որ ես արդարության համար պայքարեմ, բայց տենց չի լինի։ Իսկ լինի այդ արդարությունը առանց քեզ լինի։ Մամ, տենց ոնց կլինի, ես ոնց կարամ ձեռքերս ծալած նստեմ։ Դու կարող ես ու պիտի հեռու մնաս։ Ի վերջո այդ պատիժը թող օրենքին, արտոյին ու ամենակարող Աստծուն։ Հենց քեզ էլ ման էի գալիս, շատ լավ ստացվեց։ Մի անգամ էլ ես Անգելի, ճամփին դուրս եկել, գլուխդ կպոկեմ արա։ Եթե ընկերուդ վերանը փակ պահես, ինձ մտրելու կարիք չի լինի։ Նոյի գլուխը հաստատ դու ես, չէ՞ կերել։ Դրա համար պատասխան ես տալու, ես քեզ խոսք եմ տալիս։ Քեզ պիտի պատասխան տամ։ Ինչի դու ով ես։ Նոյի կնոջ բարեկամն ես։ Դուրս մի տուր արա։ Առաջ անգամ տեսնում, որ կնոջ սիրած է, վրեժ լուծի սիրուհու մարդու համար։ Մի անգամ էլ ես Անգելի ճամփին դուրս եկել, վիզդ կկտրեմ արա։ Լսում ես արա։ Գործել եմ քեզ արա։ Ինձ հետ խաղեր տալ պետք չի, վարկյանական կարան տեղերով փոխվեն, էդ է կյանքը, նոյին կբարևես իմ կողմից։ Միքայել ջան, այս ընտանեկան դրամաներին պետք է վերջ տալ, աղբեր ջան։ Նոր պայմանագրեր ունենք, լավ խոշոր պայմանագրեր, պետք է դրանցով զբաղվել։ Իսկ կարող այդ Զավենիչի հետ խոսած, թող իրա սոսին հանի ես երկրից, թե չէ ձայնագրությունը կդնեմ դեմները։ Ես Զավենիչի հետ կխոսեմ, դու քո երեխու մասին մտածի։ Կարող ես դες պետք է տամ տունը նստեմ դայակություն անեմ այդ երեխին։ Չէ դե ես արդեն կանչել եմ։ Հետո Աննային ասել եմ, որ մեր երեխան չի կարա դայակի մոտ մնա միշտ։ Կարող այդ սոս կոչվածը հասնի այնտեղ, որտեղ որ չպետք է հասնի։ Դե շատ ավելի վատ իր համար։
չի հասցնի իր աղջկան վայելի, պապայություն անի։ Լավ ասիր։ Այստեղ են տենց էլ չկտրվեց մեր գյուղից։ Հերի, ինչ է եղել, Հերի, լսում ես ինձ, Հերի։ Լավ չէ։ Ով քո վիճակը լավ կլինի։ Ալո, բարև ձեզ, կանչ գրանցեք։ Աջավակ պետք չի, չեմ ուզում մեծ թեմա դառնա։ Տանակահարությունը, 28 տարեկան, Հերի Շախունց, արագ։ Ես քեզ համար ոչ մեկ եմ, Հենրի, դու երազում ես ինձնից ազատվելու մասին, բեռ եմ դարձել քո վրա, բայց եթե մի ժամանակ պատրաստ էի լուռ հեռանալ քո կյանքից, ապա հիմա պլաններս փոխվել են, ես քեզ չեմ թողնի երջանիկ լինես, եթե ինձ դժբախտացրել եք դու ու քո Անգելինան, ապա դուք ոչ մի բարոյական իրավունք չունեք երջանիկ լինելու, այնքան մեկ եմ քո համար, որ եթե տուն չգամ չես էլ հիշի, չես անհանգստանա, չնայած անհանգստանալու համար նախ պետք է նկատել բացակայությունս։ Չնայած կարելի է քեզ այսօր փորձել, Հենրի։ Ինչ կա, երախան ոնց է։ Լավ է, քնացրել եմ։ Իսկ Աննա Բագրատովնայի հետ պարզացիր, աշխատում ես, թե աշխատանքից ազատված ես։ Չէ, աշխատելու եմ։ Գնացի Աննա Բագրատովնայի մոտ, ասաց կարող ես աշխատել։ Օ, փաստորեն լավ տրամադրությամբ ես էլի բռնացրել։ Դե հա, երևի, բայց ոնց որ այդքան էլ լավ չէր։ Ինչի՞։ Դե ինչ-որ տղամարդ էր մոտը, որ ամեն կերպ փորձում էր իրեն օգնել։ Ինչ տղամարդ։ Սոս Բերբերյանի մասին է խոսքը։ Այդ շտապօգնությունը ինչ է։ Ինքը խնդրում եմ դիմացի։ Ալես Հենրի, ով ես, որը քեզ կծեմ։ Մամ, մի բան արա։ Հեսա, ինչ եղավ շտապօգնությունը։ Հենրի, մամ, մի բան արա, խնդրում եմ։ Հենրի, ես ինչ վիճակում ես։ Հենրի ջան, բալես ով է քեզ այս օրը գցել։ Հոստատ են մարդասպանն է քեզ այս օրը գցել, չէ, Հենրի։ Անգել, խնդրում եմ, զգույշ եղի։ Հենրի, մամ, մի բան